ողջույն, եկեք շարունակենք դիտարկել մաթեմատիկական շտեմանի խնդիրները, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ասում է գտնել A1 հանած 3A2 գումարած 3A3 հանած A4 արտահայտության արժեքը, եթե այն-ը թվաբանական պրոգրեսիա։ Ունենք, որ մեր այն-ը թվաբանական պրոգրեսիա է։ Թվաբանական պրոգրեսիա նշանակում ենք այս կերպ, այն-ը թվաբանական պրոգրեսիա է։ Եվ հիմա փորձենք գտնել այս արտահայտության արժեքը։ Արտահայտության արժեքը հաշվելու համար եկեք բոլորը ներկայացնենք A1-ով։ Հիշենք, որ A2-ը իր հերթին հավասար է A1 գումարած D, A3-ը հավասար է A1 գումարած 2D, իսկ A4-ը հավասար է A1 գումարած 3D։ Այս ամբողջ տվյալները եկեք տեղադրենք արտահայտության մեջ, կստանանք A1 հանած 3A2 նշանակում է հանած 3 անգամ A1 հանած 3 հատ D։ A2-ը բազմապատկեցի մինուս 3-ով։ Գումարած 3 հատ A3, այսինքն 3 անգամ A1 գումարած 6 հատ D։ Եվ հանած A4, այսինքն հանած A1 գումարած 3 հատ D։ Հավասար է։ Հիմա եթե այստեղ ուշադրություն դարձնենք, տեսեք, A1-ը մինուս A1-ի հետ գնաց, 3A1-ը մինուս 3A1-ը 3A1-ի հետ կրճատվեց, մինուս 3D, 6D, 3D, սա իրար հետ են կրճատվում, հետաբար արտահայտության արժեքը ստացվում է հավասար 0-ի։ Լավ, փորձենք երկրորդը նայել։ Երկրորդն ասում է հետևյալը, 1 եւ 23 թվերի միջև գրված են 5 թիվ, այնպես որ ստացված հաջորդականությունը թվաբանական պրոգրեսիա է։ Գտնենք այդ պրոգրեսիայի գումարը։ Ուրեմն մենք ունենում ենք մասնավորապես, եկեք ներկայացնենք, ունենք 1-ը եւ 23-ը եւ իրենց մեջ գրված է A2-ը, A3, A4, A5, A6 եւ արդեն A7-ն էլ կլինի հենց 23-ը։ Մեզից պահանջվում է հաշվել S7-ը, որտեղ տեսեք 7 հատ տար ունենք, իրենց մեջ գրված է 5 տարեր, որոնք պետք է հաշվենք։ Դե S27-ը հավասար է ընդհանրապես SN-ը հավասար է առաջին վերջին անդամների գումար բաժանած քանակի բազմապատկած n-ով։ Մեր դեպքում առաջին անդամը 1-ն է, վերջին անդամը 23, բաժանենք քանակը 2-ի, իսկ բազմապատկենք n-ով, n-ը 7-ի է հավասար։ 24-ը բաժանած 2-ի անում է 12, 12 անգամ 7, 84։ Հետաբար հավասար 84-ի։ Նշված է որն է երկրաչափական պրոգրեսիա, որպեսզի հասկանանք, թե որն է երկրաչափական պրոգրեսիա, ապա մեջտեղի անդամը վերցնում ենք եւ բարձրացնում քառակուսից տեսնենք արդյոք այն հավասար է աճ եւ ձախ անդամների արտադրյալին։ Ընդհանրապես երկրաչափական պրոգրեսիայի համար կա այսպիսի բանաձև, որ a-ի քառակուսին հավասար է a-ի մինուս 1, այսինքն ձախ անդամ բազմապատկած a-ի պլյուս 1-ով աճ անդամով։ Հիմա եթե սա նայենք 9-ի քառակուսին 81, 3 անգամ 18 81-ի հավասար չի, չեղավ։ 5-ի քառակուսին 25, արմատ 5 անգամ 25-ը էլի չբավարարեց։ Մինուս 4-ի քառակուսին 16, 2 անգամ մինուս 8-ն է մինուս 16, հետաբար սա էլ չբավարարեց։ Հետաբար ստացվում է, որ սա է, սա էլ հաշվենք 0.6-ը, 0.6-ը դա 3/5-ն է, սրա քառակուսին, արդյոք հավասար է 0.2-ը 1/5, բազմապատկած 1.8-ը դա 18/10-ն է, որն որ կրճատենք բազմապատկած 9/5-ով։ Հիմա 3-ի քառակուսին 9, այսինքն վերևում ճիշտ է, 5-ի քառակուսին 25, 5 անգամ 5 էլի 25 է տալիս։ Հետաբար եղավ 4-րդը եւ միասին հիմա նայենք վերջինը, գտնել B4 հանած B2 արտահայտության արժեքը, եթե B-ն 7 հայտարարով երկրաչափական պրոգրեսիա է։ Շատ լավ, մենք գիտենք, որ մեր Q-ն հավասար է 7-ի։ Եկեք վարվենք հետեւյալ կերպ։ B4-ի համար ուրեմն կվարվենք, իրան կներկայացնենք B1-ի տեսքով, այսինքն B1 անգամ Q խորանարդ հանած B2-ը կարող են գրել B1 անգամ Q, բաժանած B3-ը կարող եմ գրել B1 անգամ Q-ի քառակուսի, հանած, իսկ B2-ը կարող եմ գրել B1 անգամ Q, այսպես։ Այստեղից կարող ենք B1 անգամ Q-ն հանել ընդհանուր, B1 Q, տակը կմնա Q քառակուսի, հանած, սա B1 Q-ն հանել ենք դուրս, այսինքն հանած 1, այստեղից B1 Q-ն, որ հանում ենք դուրս, մնում է ընդամենը մի հատիկ Q, հանած էլի 1։ B1 Q-երը կրճատում ենք, Q քառակուսի հանած 1-ը բանաձև է, A քառակուսի մինուս B քառակուսի բանաձևից կարող ենք օգտվենք, լինում է Q մինուս 1, բազմապատկած Q պլյուս 1-ով, բաժանած Q մինուս 1-ի։ Q մինուս 1-երը կրճատում են, հավասար է Q պլյուս 1-ի։ Եվ Q-ի արժեքը 7 է, հետևաբար սա էլ հավասար է 8-ի։ Ստացանք 8։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, իսկ դուք չմոռանաք բաժան թողնել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։